Ողջունում եմ ձեզ սիրելի եկեղեցի, եկեք Հայր մեր աղոթքով բացենք այսօրվա մեր ծառայությունը։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, գա քո արքայությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր, եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ թողնում ենք մեր պարտականներին, եւ մի տանի մեզ փորձության, այլ ազատիր մեզ չարից, որովհետեւ քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս ամեն։ Մինչ կանգնած ենք Տիրոջ ներկայության մեջ, կարդանք Աստվածաշնչից մի հատված։ Առակաց 3:33 Ամբարշտի տանը Տիրոջ անեծքը կա, բայց արդարների բնակարանը նա օրհնում է։ Այսպես է ասում Աստծո խոսքը։ Սիրելի եկեղեցի, սիրելի ընտանիք, եկեք միաբանվենք, աղոթենք մեր կարիքների համար։ Գիտես Տիրոջ խոսքը ասում է, որ որտեղ 2-3 ես այնտեղ եմ։ Ու հիմա Հիսուս այստեղ ներկա է ու կարող է ամեն մեկի կարիքը լուծել, ինքը ամենակարող Աստվածն է։ Սիրելի համացանցով դիտողներ, իմ կոչն է ձեզ, որ դուք էլ միանաք մեզ, միաբանվենք, որտեղ միաբանության մեջ կա ուժ ու զորություն։ Աղոթենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը իր գերբնականը, իր կրակը, իր մաշող կրակը իջացնի այս կարիքների վրա, որ ինչը որ Հիսուս Քրիստոսից չի քանդվի հեռանա, ամեն։ Փառք ես Տեր իմ Աստված։ Մենք գոհանում ենք քեզ քո ներկայության համար։ Մենք գոհանում ենք քեզ, որ դու այստեղ ներկա ես։ Մենք գոհանում ենք քեզ Տեր ջան, որ մեր անունները գրել ես կյանքի գրքի մեջ Տեր ջան, որը որ մեզ համար ամենակարևորն է Տեր ջան։ Մենք քեզ փառք ենք տալիս, մենք քեզ մեծարում ենք Տեր ջան ու ասում ենք դու ամենակարող Աստվածն ես Տերս։ Ու քո առաջ գալիս ենք Հայր Աստված Հիսուս Քրիստոսի անունով, բերելով մեր բոլորի կարիքները Տեր ջան։ Քո առաջ բերելով մեր բոլորի կարիքները խնդրում ենք Հիսուս, որ քո կրակը իջացնես, որ քո մաշող կրակը իջացնես այս կարիքների վրա Տեր ջան, որ քո կամքով լուծում գա ամեն մի կարիքի վրա Տեր ջան։ Ամեն մեկի գրած կարիքը քեզ հայտնի է։ Ամեն մեկի կարիքը Տեր, ովքեր որ մեզ դիտում են, իրանք սրտով միացել են մեզ, դու իրանք կարիքներն էլ գիտես, իրանք սրտերն էլ գիտես, դու սրտեր քննող Աստված ես։ Խնդրում եմ քեզ, որ քո կամքով լուծում տաս։ Ամեն մեկի պակասը լրացրու Տեր ջան։ Ինչը որ սատանան կառուցել է, ինչ որ ծրագրեր կառուցել է իմ քուր ու աղբերների կյանքում, խնդրում եմ քեզ, որ քանդված լինի Հիսուս, քո տված իշխանությունով աղոթում ենք ու քանդում ենք Տերս։ Թող գա քո կամքը, թող լինի քո կամքը այս կարիքների վրա։ Մենք հռչակում ենք Հիսուս քո օրհնությունները այս կամքի վրա։ Հիսուսի զորավոր անունով Տերս։ Նաև Տեր Աստված աղոթում ենք մեր Հայաստանի համար։ Քո առաջ բերում ենք մեր Հայաստանը, գոհանում ենք մեր Հայաստանի համար, գոհանում ենք, որ մենք հայ ենք Տերս, գոհանում ու խնդրում ենք քեզ Տեր Աստված, որ դու օրհնես մեր ժողովրդին, օրհնես մեր երկիրը Տեր ջան, խնդրում ենք քեզ Տեր Աստված, որ քո կամքը գա մեր Հայաստանի վրա Տեր ջան, որ մեր երկիրը բարգավաճի Տեր Աստված, թող բարգավաճում գա մեր երկրի վրա։ Աղոթում ենք Տեր ջան, որ քո ապաշխարությունը գա մեր ժողովրդի սրտերի մեջ Տեր ջան, որ ամեն մի ծունկ ծնկի գա քո առաջ Տեր։ Ամեն մի շուրթեր դավանեն Տերս, որ դու ես փրկիչը, որ չկա քեզ մի վարքյան դաժը կյանք Տեր Աստված։ Խնդրում եմ քեզ այդ փափագը իջացրու մարդկանց սրտերի մեջ, որ իրանք Տեր Աստված չկարողանան դաժը մի վարքյան առանց քեզ ապրել, որ իրանք այդքան կախված լինեն քեզանից Տեր Աստված։ Թող իրանք ամեն ժամանակ փնտրեն քո երեսը Տեր ջան։ Խնդրում եմ քեզ, քո խոսքն ասում է Տերս, որ դու թակում ես Տեր Աստված, դռները կանգնած թակում ես։ Ես խնդրում եմ քեզ, բացի Տեր Աստված մեր ժողովրդի ականջները, որ լսեն այդ թակոցը Տեր ջան, որ դու մտնես ամեն մեկի տունը Տեր Աստված ու ամեն մեկի կարիքը լրացնես Տեր Աստված ու ամեն մեկին բերես փրկության մեջ։ Խնդրում եմ, որ քո լույսը իջնի Տեր Աստված ամեն մեկի տան մեջ։ Խնդրում եմ քեզ իշխանավորների համար Տեր Աստված, որ դու նրանց իմաստություն տաս։ Խնդրում եմ քեզ, որ ամեն մի օրենք, որ իրանք կազմում են Տեր Աստված, լինի քո կամքով։ Խնդրում եմ Տեր Աստված, որ քո խոսքը մեր երկրում տարածվի։ Տեր Աստված, թող քո խոսքը տարածվի այն գյուղերով, քաղաքներով, Տեր Աստված, ամեն մի ծայրամասերում, Տեր Աստված, որտեղ կա բնակչություն, որտեղ որ մարդիկ են ապրում, ու թող ամեն մեկի տան մեջ գա փրկություն, թող ամեն մեկի սրտի մեջ դաջված լինի Հիսուս անունը։ Խնդրում եմ քեզ, Տերս, մեր սահմանների համար, պահի պահպանի, թող քո հրեշտակային գնդերը, Տեր Աստված, պահպանեն մեր սահմանները, Տեր Աստված։ Ամեն մի եզրը թող լինի քո պաշտպանության տակ Տերս։ Մենք գոհանում ենք մեր երկրի համար, գոհանում ենք, որ դու ունես պլաններ։ Քեզ փառք ենք տալիս, մեծարում ենք Հիսուս։ Հայր Աստված, նաև քո առաջ բերում ենք Ռուսաստան, աղոթում ենք Ռուսաստանի համար,
Աղոթում ենք Տեր Աստված, որ օրհնես այս երկիրը նույնպես։ Աղոթում ենք Տերս, որ քո ջերմությունը իջացնես այս երկրի վրա նույնպես։ Աղոթում ենք, որ այս երկրի վրայից հեռանա ամեն մի անօրենություն, ամեն մի սատանայի նետ։ Շնորհակալ ենք, որ Տեր Աստված բնակվում ենք այստեղ։ Շնորհակալ ենք Տեր Աստված, որ ունենք այստեղ եկեղեցի։ Շնորհակալ ենք Տեր Աստված, որ ամեն բան անում ես մեր համար, մեզ օգնում ես Տեր Աստված։ Մենք քեզ փառք ենք տալի Հիսուս։ Խնդրում եմ քեզ, որ այս երկրի վրա իջնի քո խաղաղությունն ու սերը, հեռանա ամեն մի կռիվ, ամեն մի անօրենություն, ամեն մի կռապաշտություն։ Թող քանդվի այս երկրի վրայից Տերս, թող գա քո սերն ու խաղաղությունը, միաբանությունը։ Թող ամեն Տեր Աստված ազգ, որ ապրում է այս երկրի վրա, թող ճանաչի քեզ Հիսուս, ընդունի քեզ։ Ես աղոթում եմ Տերս, որ գա այս երկրի վրա Տեր Աստված քո կրակը, քո ջերմությունը, քաղցրությունը Տեր Աստված, որ քո փրկությունը իջնի այս երկրի վրա։ Մենք քեզ փառք ենք տալիս Տեր Աստված։ Մենք քեզանից գոհանում ենք Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա քեզ Տերերի Տեր։ Հալելույա քեզ իմ Աստված, իմ Տեր Հիսուս Քրիստոս։ Տեր դու ես իմ բաժինը Տեր։ Դու ես իմ Աստվածը, իմ վեմը, իմ ապավենը Հիսուս։ Հայր գոհանում եմ քո սուրբ ներկայության համար, քո փառահեղ ներկայության համար Սուրբ Հոգի։ Ես խնդրում եմ Տեր քո հոգու առաջնորդությունն ու հսկողությունը լինի իմ շուրթերի վրա, որ ասեմ այն, ինչը որ կկամենաս, որ ասեմ եւ ինձանից ոչինչ չասեմ Տեր։ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով Տեր քո առաջ եմ բերում քո հարս եկեղեցին Տեր։ Այստեղ գտնվող ամեն մարդու ես խնդրում եմ Տեր իմ Աստված քո երկնային միջամտությունը ամեն մարդու կարիքի վրա Տեր։ Դու սրդեր ու երիկամունքներ քննող Աստված ես Տեր։ Ես խնդրում եմ Սուրբ Հոգի, որ դու օրհնես, օգնես ու առաջնորդես մեզ Տեր իմ Աստված։ Հավիտյանս, հավիտենից։ Ամեն։ Հալելույա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հալելույա։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Գիտես նոր որ երկում ենք Տերն է իմ բաժինը, չմոռանաս որ դու էլ Տիրոջ բաժինն ես։ Ամեն։ Հալելույա։ Կարաս ողջունես կողքինիդ ու նստես Տիրոջ քաղցր ներկայության մեջ։ Տերը օրհնի ձեզ, ողջունում եմ նաև մեզ համացանցով դիտողներին, Տերը ձեզի շատ օրհնի, շնորհակալություն փառաբանության թիմ ջան, այս հրաշալի ներկայության համար, հրաշալի փառաբանության ու երկրպագության համար։ Հալելույա։ Ով է սիրում երկրպագել։ Ամեն, փառք Հիսուսին։ Ով է սիրում փառաբանել։ Ամեն, փառք Հիսուսին։ Գիտես, կար ժամանակ, որ ես սիրում էի փառաբանել, հետո կար ժամանակ, որ ես սիրում էի երկրպագել, բայց գիտես, եկավ ժամանակ, որ համ երկրպագելն եմ սիրում, համ փառաբանելը, համ էլ Աստծուն փառք տալը, որտեղ ինքն արժանի ողջ փառքին։ Ամեն։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Ու երբ որ հարցնում են հոգևոր երկերից որն ես սիրում, եթե մի բան է անում հոգևոր երկ, ոնց կարելի է տարբերություն դնել, ամեն, ես բոլոր Աստծուն փառքտվող երկերն էլ սիրում եմ, սիրելիս, բայց կա երկեր, որ իմ ձայնին ավելի հարազատ է, ես կարամ այդ երկերը երկեմ, իմ տեմբրին ավելի հարազատ է ու կարամ երկեմ, գիտես, ուզում եմ ծառայությունը մի վկայությունով սկսեմ, ահագին ժամանակ անցել է արդեն, երբ որ ձեզ արդեն վկայել եմ, դրա այդ խոսքով այստեղ ծառայել եմ, երբ որ ուղարկել էին, ես որ եկել էի վիրահատության, ինձ բժիշկները ասեցին 6 ամիս չես կարա խոսաս, բայց վիրահատությունից մի քանի օր հետո եկել էի այստեղ ազատագրման ծառայության, սիրելիս։ Մի ամիս անց, գիտեք ինչ տեղ ունեցավ, ոչ թե երգում էի, հիշում եք այն ֆիլմը արդեն երգում է։ Ես 2 տոն բարձրից եմ երգում, սիրելիս։ Փառք Հիսուսին։ Գիտես, Աստված ուզում ասեմ, Աստված ամեն ինչ ի բարու է անում, մենակ չհանձնվես։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Այսօր ծառայության եմ պատրաստվում ու պետքա վերնաշապիկս հարթուկեմ, պատրաստվում եմ, որ գամ ծառայության, սիրտս ուրախությունով լցված, որ գալու եմ Աստծո ժողովրդի առաջ կանգնեմ, Տիրոջ տունը գամ, ու երբ որ արդեն հարթուկեցի համարյա վերջացել էր, ես չգիտեմ այս հարթուկի հետ ինչ կատարվավ, սատանան ինչ էր ուզում աներ, մեկ է մեջից ես ինչ էր լցվավ այդ սպիտակ վերնաշապիկի վրա,
ասի լավ, զանգեցի կնոջս, ասի սենց բան ա եղել, ասավ մի հատ էլ են վերնաշապիկ դրե, ասի լավ, շնորհակալ եմ, լավ ա չէ, որ մեր կանայք միշտ սենց զապասով են ամեն ինչ անում, ամեն։ Երբ որ երկրորդն էլ հանեցի, երկրորդը կարճաթև էր սիրելիս։ Երկրորդն էլ սենց լավ հարտուկեցի, արդեն հարտուկը մաքրել են, որ ոչ մի բան չեղնի, ամենավերջի պահին նորից նույնը։ Զանգեցի կնոջս, կինս ասավ ընդեղ մի հատ եկա, որ պիցերի եկեղեցու համար էի դրել։ Ամեն, ու գիտես, իմ համար կարար սենց նեղվելու պատճառեղներ, էս ինչա, բայց դա ես ընդունեցի որպես երկու հաստատություն, որ Աստված այսօր զորավոր բան է անելու։ Հալելույա։ Ես չհանձնվեցի, սիրելիս, դու էլ չհանձնվես։ Այսօրվա խոսքը հենց դենց է վերնագրել եմ, չհանձնվես։ Ամեն, չհանձնվես, սիրտդ բաց ու երկնքից սպասի այն ինչը որ Տերը անելու է։ Ես էլ եղբայրներին վկայում եմ, ասում եմ, ես ինքս անձամբ սպասումով եմ, ես սպասում եմ, որ Աստված գերբնական բան անելու իմ կյանքում, դու էլ սպասի, որ Տերը քո կյանքում անի, ամեն։ Ու գիտես, շատ հաճախ, շատ իրավիճակներում դու կարաս ունես բանի առաջ կանգնես, որ աշխարհը քեզ գա ասի հանձնվի, վերջ, էլ չես կարավ, պրծավ, չգիտեմ, թե դա ֆինանսական հարց կեղնի, թե առողջական հարց կեղնի, բայց ես քեզ ուզում եմ ասեմ, չհանձնվես, սիրելիս, որտեղ երբ որ Աստվածաշունչը կարդաս կտենաս, որ Աստծո խոսքը հստակ ասում է, որ երկնքի առկայությունը ուժեղներինն է, ամեն, ուժեղները գիտես ովքեր են, չհանձնվողները։ Երբ որ Աստվածաշունչը կարդում եմ լիք շատ տեղեր կա շատ հերոսների մասին, կա մենք տենում ենք շատ հերոսների կյանք, որ քիչ մնում ասես, այ մարդ, էլ ինչիդ վրա է սենց վստահ կանգն է, էլ ումով է սենց վստահ, բայց ես ու դու գիտենք ամեն ումով ենք վստահ։ Ու հետաքրքիր մի բան կա, մի պատմություն կա, երբ որ մի եղբայր հայտնվում է բանդում, սկզբից փոսում, հետո բանդում, հետո տարբեր տեղեր, հետո նորից թվում է թե արդեն ամեն ինչ լավ է գնում, իր համար ամեն ինչ լավ է, մեկ է մի հատ եսիմ ինչ հոդվածով նորից բանդ, բայց Աստված հավատարիմ է, որովհետև եղբայրը չհանձնվեց, իր անունն է Հովսեփ, ինքը որոշեց չհանձնվի, ինչ ուզում եղնի չհանձնվի։ Գիտես ինչի, որովհետև Աստված միշտ իր հետ էր, ու ասում էր Հովսեփ, չհանձնվես, հետդ եմ։ Ինչ անում եմ, ես եմ անում, չհանձնվես։ Մեծ գործ ունենք իրար հետ անելու, Սատանեն ինչքան էլ փորձի քեզի կոտրի, սիրելիս, չհանձնվես։ Մի քույրիկ, որ հիվանդության մեջ տառապում էր, ամեն ինչ փորձել էր, Աստվածաշունչը հստակ ասում է, եկեք այդ տեղը բացենք, Մատթեոս ավետարան 9-րդ գլուխ 20 խոսքից կկարդանք։ Եվ ահա մի 12 տարվա տեռատեսկին ետևիցը մոտ գալով նրա հանդերձի ծայրին դիպավ, որովհետև իր մտքում ասում էր. եթե միայն նրա հանդերձին դիպչիմ, կփրկվիմ։ Հալելույա։ Այդ կինը գիտես ինչ էր անում, 12 տարի հիվանդության մեջ է։ Ուր-դեղ ասես գնացել է, ինչ ասես փորձել է, որ ավետարաններում գրած է, թե Մարկոսում է գրած, թե Մատթեոսում, թե Ղուկասում, տարբեր տեսակյունից, տարբեր կողմերից ներկայացրած այս պատմությունը, որ ինչ ուներ, չուներ, ծախել էր, ոչ մի բան չէր մնացել, հələ ավելին ասեմ, ասում եմ մի բան է, վիճակ ավելի էր վադացել, թվում է թե սա կասեն վերջ, պրծավ, էլ ոչ մի բան չունես, որովհետև ինչի վրա որ կարա իր հիմնվեր, էդի ֆինանսն է, հնարավորությունն է, ծանոթներդ են, բժիշկներն են, էլ այդ ոչ մի բանը չունես, հələ վիճակդ ավելի է վադացել, բայց կինը չէր հանձնվում։ Գիտես ինչի, որովհետև գիտեր մեկին, ով որ ամեն իրավիճակի համար ելք ունի, ամեն իրավիճակից ելք ունի, իմ ու քո համար տարբեր իրավիճակներից ինչ իրավիճակի մեջ ուզում է հայտնվենք, ինքը ելք ու բժշկություն ունի։ Ամեն։ Գիտես, դու կարաս դժվարությունների մեջով անցնես, դու կարաս խնդիրների մեջով անցնես, դու կարաս հարձակումների մեջով անցնես, բայց քեզ ուզում եմ ասեմ, սիրելիս, հանկարծ չհանձնվես։ Ահագին ժամանակ առաջ ես ինքս մի դժվարությունով էի անցնում։ Ես ինքս մի հատ շատ ահավոր փորձություններով, խնդիրներով էի անցնում։ Ու թվում է թե, գիտեք, այն աստիճանի հագարակություն կար, այն աստիճանի հարձակում կար, որ դրսից ոչ մեկ չի նկատում։ Որովհետև էդի անհնար է ֆիզիկական աչքերով նկարագրելու կամ ֆիզիկական հայացքով նայելու, տենալու, թե դու ինչ խնդիրների մեջով ես անցնում։ Մանավանդ երբ որ դու ծառայության մեջ ես, շատերը քեզ նայում են, շատերը փորձում են քեզի նմանվեն, ուզում եմ ասեմ, մի փորձեք հովիվներին նմանվեք։
Մեկը կա, իրան ձգտեք, որ նմանվեք, ամեն, Հիսուս Քրիստոսին։ Երբ որ դու ուզում ես ասես, ես կուզեմ այս մարդու օրհնությունները ունենամ, իմացի օրհնություններից առաջ այդ մարդու հարձակումներն են գալի, խնդիրներն են գալի, խնդիրներն են գալի, այ որ դրա մեջով անցնես, հետո արդեն հերթականությունը կգա օրհնությունների։ Ու գիտեք, երբ որ ես այդ դժվարության մեջով անցնում եի ու հասել եմ մի տեղ, որ պետքա որոշում կայացնեմ, չնայած ներքուստ արդեն որոշում կայացրել եմ, որ չեմ հանձնվելու, բայց առաջ չեմ կարում գնամ։ Ինչ որ մի հատ պատ է, ինչ որ մի խնդիր է, ինչ որ մի տեղ է, ու գիտես, ես շատ այդ ժամանակ կուզեի, որ իմ հովիվ օրինակի համար զանգեր ինձ ասես չվախենաս հետդ եմ։ Եղելով որ դու ինչ որ դժվարության մեջով անցնես ու ասես այ ավակը զանգի ասի չվախենաս հետդ եմ։ Ու դու ասես ավակս խի չի զանգում, կարողի մասին չի աղոթում, հովիվը խի չի աղոթում, կարողի մասին խի չի զանգում, կարողը չի աղոթում, կարողը չգիտի որ ես խնդիրների մեջ եմ։ Սիրելիս, բայց ուզում եմ քեզ միտեղ ասեմ, Աստվածաշնչով հիմնավորեմ, որ Աստված կարա դիդավորյալ այդ ամենը թույլ տա, որ ոչ հովիվդ քեզի զանգի, ոչ ավակդ զանգի, ոչ բարեկամներդ զանգեն, որ դու հույսդ մարդու վրա չդնես, այլ ամենակարող Աստծու։ Ու երբ որ ես այդ խնդիրների մեջով անցնում եի, մեր եղբայրներից մեկը ինձ զանգեց, պարգևով եղբայր, զանգեց, Տերը խոսացել էր իր սրտի հետ։ Ու ես աղոթում եմ ու եղբայրը զանգեց, ասավ, լսի մի հատ բան եմ տես աղոթքի մեջ ստացել, ուզում եմ քեզի ասեմ։ Լսի, չգիտեմ ինչով ես անցնում, չգիտեմ ինչ խնդիրով ես անցնում, բայց մի բան եմ ուզում ասեմ, որ Տերը ասել է, ասեմ, չհանձնվես։ Գիտեք ինչ պատասխանեցի, ոնց որ բոլոր հայերը։ Ախպեր, ես հանձնվող տղա եմ։ Բայց իրականությունը գիտես ինչ էր, այդ խոսքը երկնքից եկած ինձ զորություն տվեց շարունակելու։ Այնպես չէր որ հանձնվում էի։ Բայց ուզում եմ հասկանաս, թե ինչքան կարևոր է, երբ որ երկինքը քո հետ խոսում է։ Աստվածաշնչում մի հիանալի պատմություն կա։ Հիանալի պատմություն, 4-րդ Թագավորաց 4-րդ գլուխ։ Այստեղ այնտեղն է որ Աստված հրաշք արել մի հարուստ, մեծահարուստ կնոջ կյանքում ու երեխա չունեին, երեխա տվել։ Ու հանկարծ եկել է ժամանակ, որ այդ երեխան մահացել է։ Ու այդ կինը երեխային պարգասել է այն վերնատան մեջ, վերնատանը, որը որ պատրաստել էին Աստծո մարդու համար։ Եվ տեսեք ինչ է տեղի ունենում։ Երբ որ ինքը իր երեխային պարգասնում է ու դուրս է գալիս գնում Աստծո մարդու ետևից, գիտեք ինչ է տեղի ունենում։ Ամուսինը հարցնում է ուր ես գնում։ Ամեն ինչ նորմալ է, ասում է, հա նորմալ է, ոչ մի բան չի եղել ու գնում է։ Որ կարտակ ինքներդ կտենաք։ Եվ երբ որ 26-րդ խոսքից տեսեք 26-րդ խոսքում ասում է, եւ երբ որ Աստծո մարդը տեսավ, եւ երբ որ Եղիսեն տեսավ, գիտեք ինչ է ասում Գեհեզիային, հələ գնա վազի հարցրու, ամեն ինչ նորմալ է, արդ վազիր նրա, դիմավորիր եւ ասիր նրան, ողջ առողջ ես, ողջ առողջ է մարդդ, ողջ առողջ է երեխադ, եւ նա ասեց. Ողջ առողջ։ Հիմա պատկերացրու, մեկ եկել է վազելով, երեխան մեռել է, պարգած է, երեխան մեռել է։ Մեկ եկել է վազելով ու հարցնում է. Ինչ որ բանով կարամ քեզ օգնեմ, ողջ առողջ եմ, ամուսինդ լավ է, հա, դու լավ ես, հա, երեխեդ լավ է, երեխան մահացած է, բայց ինքը չի հանձնվում, ասում է ողջ ու առողջ։ Համ ես եմ ողջ առողջ, համ ամուսինս է ողջ առողջ, համ էլ երեխես է ողջ առողջ։ Կինը չի հանձնվում, սիրելիս։ Ու գիտես, նման չի են մարդկանցից, որ մեկին բռնի, դարդերը պատմի։ Գեհեզիա ջան, բա չիմացար ինչ եղավ։ Իր հետ հարց չունի, սիրելիս։ Ինչ ունի, Աստծո հետ հարց ունի։ Իր հարցը ինչ որ ինքը ունի, Աստծո հետ ունի։ Ու գիտեք հետաքրքիր ինչն է։ 20-րդ խոսքին, եւ կինը գնաց Սարը Աստծո մարդի մոտ, կինը բարձրանում է, սիրելիս։ Հոգևոր բարձրանում ես, երբ որ չես տրտնջում։ Նոր մեր եղբայրը ասում էր, հա, երբ որ չես տրտնջում, կինը բարձրանում է, հավատքը փորձվում է կրակով։ Եղբայրը ասեմ, իմիջալոց իմ քարոզն էր քարոզում, Փառք Հիսուսին։ Եվ տեսեք, կինը բարձրանում է Սարը Աստծո մարդու մոտ եւ բռնեց նրա ոտքերը եւ Գեհեզիան մոտեցավ, որ նրան ետ քաշի։ Էս ինչ ես անում։ Էսում առաջ ես ծնգե, Աստծո առաջ եմ ծնգե։ Աստծո առաջ, լավ հելի ամոթա քեզ խայտարակ մի արա։ Եվ տեսեք ինչ է ասում Աստվածաշունչը, բայց Աստծո մարդը ասեց. թող տուր դրան, որովհետև սիրտը ցաված է եւ Տերը
ծածկել էր ինձանից եւ ինձ չէր իմացրել։ Աստված փագել էր ինձանից, չէր իմացրել, գիտես ինչի, որ իր անունը փառավորվի, որտեղ Աստված իր փառքը ոչ մեկին չի տալու, փառք Հիսուսին։ Լացուկոցը չդրեց, սիրելիս, չասավ, ինչա, մենակ իմանաք ինչի մեջով եմ անցնում, դուք մենակ իմանաք ինչ խնդիրներով եմ անցնում, չէ, ինքը չհանձնվեց։ Դուք պատկերացնում եք ինչ հավատք ուներ, ինչ վստահություն ուներ, որ իրան մոդենում հարցնում են։ Աստծո մարդու օգնականն էր Գեզյան։ Սկզբից Գեզյային ուղարկեց Եղիսեն։ Բայց գիտես, Աստված դենս չի անում, սիրելիս։ Այնքան հավատք ուներ, որ օգնականին, նույնիսկ օգնականին խնդիրներն ու խնդիրները չի պատմում։ Շատ ժամանակ, սիրելիս, մենք տարբեր ալտերնատիվա, կարանք ման գանք, տարբեր իրավիճակներ, տարբեր խնդիրներ, որ ինչ որ միտեղ, ինչ որ մի այլ մեթոդով մեր հարցի պատասխանը ստանանք, բայց ասեմ, ամենաուժեղ պատասխանը երկնքից է։ Ամենաուժեղ ու ամենակատարյալ պատասխանը երկինքը կարա տա։ Մեր Տերը կարա անի։ Դու ինչ որ բան ստանում ես, հալելույա, փառք Հիսուսին։ Հա, եղբայր, կասես, ձենը տակ տեղից է գալիս։ Հələ որ տանեն քեզի պատին դեմենեն, հրացանը պայեն վրետ, զենքը պայեն վրետ, կամ քեզի սկսեն քարկոծելը, տենամ դու դենց վստակը խոսաս։ Գիտես, Աստվածաշունչը ինձ սովորեցնում է, Տերը ինձ սովորեցնում է, սիրելիս, Աստծո խոսքը խորհուրդ կտամ, կարդացեք, շատ կարդացեք, շատ բան կսովորեք։ Ամեն, ու տեսեք ինչ մի հետաքրքիր բան է սովորեցնում։ Մի եղբայր ինչ ուզում է եղնի, որոշելա չհանձնվի։ Ստեփանոս անունը։ Մի եղբոր, անունը Ստեփանոս է, սիրելիս։ Գործք առաքելոց 7-րդ գլուխ 55-րդ խոսքից։ Եկեք իրար այդ տեղը կարդանք։ Բռնել են արդեն, տանում են սպանելու։ Իսկ նա լցված Սուրբ Հոգով դեպի երկինքը նայեց եւ Աստծո փառքը տեսավ եւ Հիսուսին կանգնած Աստծո աջ կողմը եւ ասեց. ահա տեսնում եմ երկինքը բացված եւ մարդի որդին կանգնած Աստծո աջ կողմը։ Փառք Հիսուսին։ Իսկ նրանք մեծաձայն աղաղակելով խփեցին իրենց ականջները եւ միասին հարձակվեցին նրա վրա եւ քաղաքիցը դուրս հանելով նրան քարկոծում էին եւ վկաները իրենց հանդերձները դնում էին մի երիտասարդի ոտների մոտ, որ Սողոս էր կոչվում։ Եվ քարկոծում էին Ստեփանոսին, որ կանչում էր եւ ասում. Տեր Հիսուս, ընդունիր իմ հոգին։ Հիմա ուզում եմ մի հատ կարևոր բան կարդանք իրար հետ, 59-րդ խոսքը։ Եվ ծունը դրավ եւ բարձր ձայնով աղաղակեց. Տեր, այդ մեղքը մի համարիր դրանց համար։ Եվ այս ասելով ննջեց, եւ Սողոսը կամակից էր նրան սպանելուն։ Հալելույա։ Հիշում ես չես անունը Սողոսը։ Հիշում ես չես Ստեփանոսին։ Գիտես Աստծո մարդը ինչ ասում։ Ես կդիմանամ։ Ես ուզում եմ, որ դու այս ինչը, որ իրանք անում են, իրանց մեղք չհամարես, որովհետև ես քեզանից Տեր Հիսուս սովորել եմ, ես լսել եմ ոնց ես դու ասե, հայր ների իրանց, որովհետև իրանք չեն հասկանում ինչ են անում։ Ես տեսա խաչի վրա, ոնց դու մինչև վերջ մնացիր տղամարդ ու չհանձնվար։ Ես սովորել եմ քեզանից տղամարդ մնալ ու չհանձնվել։ Ուտեղ մեկը կար իր սիրտը կանգնա, ոնց թե ասում է վկաները, այդ սպանության վկաները իրանց հանդերձները բերում էին, այսինքն դնում էին Սողոսի ոտների տակ, դա գիտես ինչ է նշանակում։ Այն ստորագրում էին, հա, ռուսերեն ասեմ, պատպիսկա էին եղնում սպանությանը Ստեփանոսին, որ մենք էլ ենք ստեղ, մենք էլ ենք քո հետ համաձայն։ Բայց գիտես անցավ ժամանակ ու մի հատ կարևոր բան է տեղի ունենում։ Աստված կբավ, մեր Տեր Հիսուս Քրիստոսը կբավ Սողոսին։ Գիտես որ Սողոսն է, այն որ Պողոս դարավ։ Ու իմ ավետարանն է քարոզում, Աստծո խոսքն է քարոզում, Տերը կբելա, Տիրոջ կրակով լցվելա։ Ու այն ինչ որ ցանել էր եկել է հնձելու ժամանակը։ Ծեծել, քարկոծել, մերկացնել, եկել է հնձելու ժամանակը։ Արեք իրար հետ այդ տեղը կարդանք, սիրելիս։ Որովհետև տեսել ես չհանձնվող մարդու։ Տեսել ես չհանձնվող մարդու։ Գործք առաքելոց 16-րդ գլուխ 22-րդ խոսքից։ Եվ ամբողը կիտվեցավ նրա վրա, եւ զորագլուխներն էլ նրանց հանդերձները հանեցին եւ հրաման տվին, որ ծեծեն։
սկսվել է։ Եվ նրանց շատ խոցեր տալուց հետո բանտը գցեցին, բանտապետին է պատվիրելով, որ նրան զգուշության պահեն։ Նա էլ այն պատվերը առած նրանց ներսի բանտը դրգցեց եւ նրանց ոտները պնդացրեց կոճղին։ Ուզում եմ այս տեսարանը պատկերացնենք հիմա ես ու դու։ Ես խնդրեմ Գարիկ ախպերը գա։ Ուզում եմ այս տեսարանը պատկերացնես։ Հիմա պատկերացրու, ծեծել են, լավ հավեսով ծեծել են, մերկացրել են, ու տարել են իրանց բանտ։ Տարել են երկուսին բանտ ու բանտապետին հրաման են տվել, ասել են այդ պրոստը ուղագի ներ ստանելով չսահմանափակվես։ Այդ ներ ստանելով չպրծնես, չսահմանափակվես։ Հիմա ավելի մի հատ կարևոր բան պետք անենք։ Կտանես, ուրեմն ոտներ իրանց գարջանարի։ Պատկերացրեք Պողոսին ու Շիղային սիրելիս բանդում։ Ուրեմն ասում է կտանես ոտներ իրանց էլ այսենց կամրացնես կոճղին։ Պատկերացնում ես այս տեսարանը։ Էլ ինչ երկրպագելու մասին է խոսքը, էլ ինչ փառք տալու։ Ու պատկերացու, չգիտեն ինչ է եղնելու, այսպես նստած են։ Ու պատկերացրեք, ուզում եմ մի բան պատկերացնես, մի խոսակցություն, որի մասին որ գրված չի, բայց ուզում եմ ես ու դու մի հատ մտովի գնանք այդ տեղը։ Ու պատկերացրու Պողոսը Շիղային մի բան է պատմում։ Ասում է, գիտես, գար, Շիղա։ Հալելույա։ Գիտես, կար ժամանակ, որ ես մարդ սպանեցի։ Բայց ես տեսա իրան, որ ինքը մինչև վերջ չհանձնվավ։ Արդեն մեռնում էր, վերջի շունչն էր տալիս, էլի Աստծուն, Հիսուսին խնդրում էր, որ մեր երազի համար Աստված մեզի չդադապարտի, այլ մեզի ների։ Ես չգիտեմ վաղը մեր հետ ինչ է եղնելու, մենք ապրելու ենք, չենք ապրելու, մեռնելու ենք, ես չգիտեմ մեզի ինչ է եղնելու, որովհետև հենց այն ինչ վիճակում ենք, սովորական կալանավորներ չենք, մեր ոտները ամրացած է գետնին, բայց ես մի բան գիտեմ, որ այս ամեն ինչի մեջ մենք պետք է Աստծուն փառավորենք, մենք Աստծուն պետք է երկրպագենք։ Ամեն։ Ու գիտեք ինչ է տեղի ունենում։ Պողոսն ու Շիղան Աստվածաշունչում գրված է, Պողոսն ու Շիղան երկրպագում են Տիրոջը։ Կանչում են Աստծո անունը։ Հիսուս, 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 Փառք Հիսուսին։ Հիմա տեսեք ինչ է գրված։ Հալելույա, գարջան շնորհակալություն, Տերը քեզի շադորնի։ Եվ կես գիշերին Պողոսը եւ Շիղան աղոտ կանելով օրնում էին Աստծուն, եւ բանտարկվածներն էր նրանց ականջ էին դնում, եւ հանկարծ մեծ շարժ եղավ, մինչեւ որ բանտի հիմքերն էլ շարժվում են, եւ իսկույն բոլոր դռները բացվեցան եւ ամենքի կապանքները արձակվեցան։ Փառք Հիսուսին։ Որովհետեւ Պողոսն ու Շիղան որոշեցին չենք տրտնջալու, Տիրոջ անունն ենք կանչելու, երկրպագելու ենք, ընենց ենք երկրպագելու, որ ոչ թե ինչիդ վրա ես ուրախանում, եկուս քեզի առաջի սմեն գլխադելու են, կապ չունի, գլխադելու են թե չէ, ես պետքա Տիրոջ անունը կանչեմ ու Աստծո անունը փառավորեմ։ Ու երբ որ դու այդ դժվարության մեջ Աստծո անունն ես փառավորում, մենակ քո համար չէ ելք բացվում։ Քեզ լսողների համար էլ է երկ բացվում, որովհետև դու խոսում ես Քրիստոսի մասին ու մարդկանց մոտ հավատք առաջանում, որովհետև հավատքը լսելուց է լսելը Աստծո խոսքից։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Ու բանդապետը վազելով գալիս է, տենում է բանդի դռները բացած, կաբակները արձակված։ Հայերը եղնին լրիվ փախել էին։ Ու գիտեք ինչ է ասում, եւ Պողոսը ձեն է տալիս, ասում է անձիդ ձեր չդաս, որովհետեւ մենք ամենքս էլ էստեղ ենք, ոչ մեկս չենք գնացել, ոչ մեկ էստեղից չի գնացել, հանկարծ անձիդ ձեր չդաս։ Ու եւ դուրս անում, ասում է Տերեր, ինչ անեմ, ասում է ինչ որ նոր մենք էինք անում, կանչիր Տիրոջ անունը, հավատա մեր Տեր Հիսուս Քրիստոսին, կփրկվես դու եւ քո տունը։ Հալելույա։ Կանչիր Տիրոջ անունը, կփրկվես դու եւ քո տունը։ Հալելույա։ Գիտեք ինչ անում։ Ես հիշում եմ Ստեփանոսին, որ չէր հանձնվում, ու էդի չերևացող սերմեր էր, որ հայտնվավ Պողոսի սրտի մեջ։ Լավ ոնց կարա Աստծուն հավատացող մարդը այս աստիճանի համարձակ եղնի, մեռնելու է եղնի, չի վախենում։
Մի քիչ կդիմանամ, մի երկու հարված է, երկրորդ, երրորդ հարվածից էլ չեմ եղնելու։ Բրձավ, էլ չեմ հավատում։ Էլ չեմ ուրանում, ինչ ուզում եղնի, դիմանալու եմ։ Բայց հետաքրքիր բան է տեղի ունենում, սիրելիս։ Կանգ չի առնում։ Պողոսը դրանով չի սահմանափակվում։ Պողոսը երբ որ դուրս է գալիս, թղթեր է գրում, Պողոսի թղթերն է գրում, Կորինթացիներին մի հատ թուղթ է գրում, ուզում եմ իրար հետ կարդանք։ Առաջին Կորինթացիս 10-րդ գլուխ 13-րդ խոսքը։ Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել, բացի մարդկային փորձությունից։ Այն ինչ որ եղել է, բան տեսնք է, ես էլ եմ ընկե։ Դրանից մի վախի։ Բայց Աստված հավատարիմ է, որ չի թողնի ձեզ ձեր կարողություններից վեր փորձվելու, այլ փորձության հետ ելքել կպատրաստե, որ կարողանաք համբերել։ Մի վախեցեք, մի ժամանակ, երբ որ ես շիղայի հետ բանդում էի, երբ որ ինձ ծեծեցին, գցեցին, մտածեցին, մեռնելու էի, բայց Աստված հավատարիմ է, Աստված ելք ունի, հանգարտ չհանձնվես։ Նույն թուղթը նամակը գրում է, այս Կորինթացիներին գրեմ, կանգնի մի հատ էլ Գաղատացիներին գրեմ, որ եղբայրները սովորեն չթուլանալ, եկեղեցին չթուլանա ու չհանձնվի, Աստծո մարդիկ չթուլանան ու չհանձնվեն իրենց խնդիրների մեջ։ Ու տեսեք ինչ ասում, Գաղատացիս 6-րդ գլուխ 9-րդ խոսքից։ Եվ չձանձրանաք բարին գործելուց, որովհետև իր ժամանակին կհնձեք, եթե չթուլանաք։ Ուրեմն, քանի որ ժամանակ ունիք, բարին գործեք ամենին, մանավանդ հավատքի ընտանիքներին։ Հալելույա։ Գիտես ինչ ասում, Փառք Հիսուսին։ Փառք Հիսուսին։ Լսեք, հանգարտ չհանձնվեք։ Չգիտես ինչ կանցնի, ամեն ինչ ուզում ա եղնի, ես ասում եմ խորհուրդ եմ քեզի տալիս։ Ես քեզ ասում եմ, հանգարտ չթուլանաս։ Շարունակի գործելը, բարին գործել, որտեվ քո ժամանակին կընձես։ Երբ որ պատկերացրու, իրանք բանդում էին, իրանք չգիտեին, չէ ինչ ա եղնելու։ Իրանք չգիտեին ինչ ա եղնելու, բայց իրանք բանդում էին։ Իրանք չգիտեին, բայց գիտեին, որ Աստված ճիշտ ժամանակին ճիշտ բաներ անել գիտի։ Աստված իր ժամանակներն ունի։ Դու կարող շիղ պատկերացրու շեղան ասեր, Պողոս, բայց կարող է վաղը պետքա գայինք։ Վաղվա զինվորները ծանոթ էին, երկու անգամ հաց եմ տվել, կարող է այս աստիճանի բան չնեին, վաղը պիտի գայինք, չէ, Աստված հենց այդ օրը պետքա փառավորվեր իրանց միջոցով, հենց այդ ծեծու ջարդով պետքա փառավորվեր, հենց այդ կոճղին, այդ արմացրած կոճղին պետքա փառավորվեր, գիտես ինչի, որովհետև այդ ժամանակ էր, որ պետքա մասսայական արթնություն եղնի, այդ ժամանակ էր, որ բանդապետը պետքա ապաշխարի, որ իր համար, իր ուղեղին, իր մտածելակերպից աբսուրդ էր, վեր էր, ոնց կարա կոճղի մեջ լավ մեխածի կաբանքներ արձակվի, հերիք չի, սաղ դռները բացի, հերիք չի, հետ մնացածի կաբանքները արձակվի, սելես դա անում է Տիրոջ անունը։ Հալելույա։ Դու ինչ-որ բան ստանում ես։ Հալելույա։ Սիրելիս, մի վկայություն պատմեմ։ Ես ու դու հաղթում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի գառանարյունով եւ մեր վկայություններով։ Մի քանի շաբաթ առաջ մեր Կրասնոդարում մի քուրիկ մոտեցավ մի հարցով, ասում է, ով ջան, եղբորս այդ երկար տարիներ չեմ խոսացե, ոնց փորձում եմ իր այդ հաշտվեմ, չի ստացվում, ինչ ասես անում եմ, չի ստացվում, ամեն բան փորձել եմ, ամեն ինչ արել եմ, չի ստացվում, ինքը չի ուզում իմ անունը լսի, ինքը չի ուզում իմ անունը տա, ընդհանրապես չի ուզում իմ մասին լսել, իմ երեխեն ծնվել է ընդհանրապես, իսկ իմ տուն չի եկել, իմ դուրը չի բացել, չի զանգել, չի շնորհավորել, ոչ մի բան չի արել, ես չգիտեմ ինչ անեմ։ Բայց ասում եմ, երբ որ ես ծառայության վերջում լսեցի ձեր վկայությունը, ոնց եք դուք եւ ձեր եղբայրը հաշտվել։ Ասում եմ, ներսս մի բան կատարվեց, որ ես անպայման գամ, այս մասին ձեզ պատմեմ։ Ուզում եմ ասեմ, ամեն ինչ փորձել եմ, ոչ մի բան չի ստացվել։ Ու այդ ամեն ինչ ինքը որ պատմում է, գիտեք, Աստծո այնպես քաղցր ներկայություն կար, որ ես ու ինքը սկսում ենք արդասվել։ Ու մի բան կա, որ իրան ասում եմ, որ անես։ Ասում եմ, ուրեմն կգնաս տուն, այսօր, կզանգես եղբորդ։ Ներողություն չխնդրես, ոչ մի բան չանես, կզանգես կասես, ես քեզ սիրում եմ ու ադբոյ կդաս։ Ասում եմ, ասեմ ու ադբոյ տամ, ասում եմ, հա, զանգի ասա, զանգել եմ, ասեմ, որ ես քեզ սիրում եմ ու կանջադես անպայման։ Եղավ։ Ասում եմ, եղավ։ Գնում ատուն ու փորձում իմ շքի հետ կրվի։ Ադե, ախր ինչքան եմ փորձել, ինչքան չի ստացվում։ Հովիվ ջան, երբ որ 4.5 տարեկան էի, մայրս մեռավ։
Այն մի եղբայրս 15 տարեկան էր, այն մեկը 12։ Մենք իրար հետ շատ լավ քույր ու եղբայրներ ենք, ու իրանք իմ համար ծնողների պես են եղել։ Բայց երբ որ դառա 18 տարեկան, ես պետք է ամուսնանայի։ Եղբայրս դեմ էր, հայրս չէ։ Ես լսեցի հորս եւ ամուսնացա։ Այդ օրվանից հետո եղբայրս իմ հետ չի շփվում, արդեն 6 տարի է։ Ինչ անեմ։ Զանգի ասա, որ ես քեզ սիրում եմ ու անջատի։ Ու գնում ատում փորձում է ինքն իրեն արտարացնի։ Լավ, դե ով, չգիտեմ, կանգնի զանգեմ, հենց վերցնի, չգիտեմ, գորրական բան, կասեմ երեխեն մի ամի դեր զանգե, երեխեն էր զանգե։ Ասում է հետո ինքս ինձ ասում եմ, լսի, քեզ կոնկրետ բան են ասել, որ դու կոնկրետ բան անես, վերցնես, զանգես, ինչ որ ասելու ես, ասես ու ադբոյտաս։ Ասում առաջի անգամ զանգեցի, ձեռս դողաց, չկարեցի, անջատեցի։ Ասում հետո շունչ հավաքեցի, երկրորդ անգամ զանգեցի ու ասում հեռախոսը վերցրեց։ Ասեցի զանգել եմ ասեմ, որ ես քեզ սիրում եմ ու ադբոյ տվեցի։ Ու ասում երբ որ դրեցի հեռախոսը ու սկսեցի գոռալով լացրել, Տեր ես էիր ուզում։ Դու ես էիր ուզում, ես ես արեցի։ Ինչ որ ուզում էիր, ես արեցի։ Ուզում էիր որ զանգեի, զանգեցի, ուզում էիր որ ասեմ, ես քեզ սիրում եմ, որովհետև ես իրականում սիրում եմ, արեցի։ Էլ ոչ մի բան չեմ կարող անեմ, խնդրում եմ, մի բան դու, հիմա դու արա։ Ասում եւ անցավ մի ժամ, եղբայրս ինձ հետ զանգեց։ Հալելույա։ Ու մենք իրար հետ խոսում ենք, ասում եմ, այնպես կարծես ոչինչ չի եղել, ոչ մի բան չի եղել, բոլորից հարցրեց, բոլորի ողջությունը հարցրեց։ Հիշում ես, այն կնոջից, որ ողջությունը հարցում են, դու լավ ես, ամուսինդ լավ է, երեխեդ լավ է, ամեն ինչ նորմալ է, ու ասում ասեցի ամեն ինչ լավ է, փառք Հիսուսին։ Ու գիտեք, երբ որ անջատեցի, խոսացի, վերջացեցի, երբ որ ես հեռախոսը անջատել եմ, ասում գիտեք իմ ներսը ինչ էր կատարվում, գոռալով լացում էի, դողում էի, որ ոչ թե նրա համար, որ մենք եղբորս հետ 6 տարի չէինք խոսում ու հաշտվեցինք, այլ որ Աստված ամենակարող է, այլ որ Աստված շատ արագ կարա քեզի լուծում տա։ Գիտես ինչ լուծում, ասի ես քեզ սիրում եմ։ Զանգի ասա ես քեզ սիրում եմ։ Գիտես ուրիշ բան չի ասում եմ ասա ես քեզ սիրում եմ, որովհետև Աստվածաշունչը հստակ ասում է ես ու դու իմ ու քո փրկությունը իր սիրո հետևանքն է, արդյունքն է, որովհետև ինքը այնքան շատ ինձ ու քեզ սիրեց, որ ինքնակամ եկավ, որ ես ու դու փրկվենք, սիրելիս, ինքը չհանձնվեց։ Ու ինձանից ու քեզանից էլ է պետք սովորենք չհանձնվելը, սիրելիս։ Ինչ խնդիր ուզում եղնի, ինչ իրավիճակ ուզում եղնի, ինչի մեջով ուզում անցնելուց եղնենք, սովորենք չհանձնվել։ Ադե հեշտ ես ասում, սաղոտերս փագել են, ոչ մի բան չկա, ոչ մի լրիվ ամեն տեղից ամեն ինչը փագած է, այս օրենքներն էլ օր-օրի փոխվում են, ոչ մի բան չեմ կարող անեմ։ Չես կարող անես, հլնայ Դանիելը ինչ էր անում, օրենքները փոխվում էին, օտերը փակում էին, ոչ մի բան չէր կարող անել, բայց ինքը չէր անձնվում, շարունակում էր 3 անգամ օրը աղոտ կանել, ինչպես որ աղոտում էր։ Ինչպես որ աղոտում էր, որովհետև հստակ գրված է, Դանիելը աղոտում էր 3 անգամ, ինչպես որ աղոտում էր, չէր անձնվում, մի հանձնվի, սիրելիս, հադե չէ, իրավիճակները փոխվել է, ժամանակները փոխվել է։ Դանիելը 3 ընկեր ուներ, Սետրակ, Մեսակ, Աբեդնագով, ասեմ, եգիպտացիները իրանց կուրկերի անուններով էին դրել, չաստվածների անուններն էին դրել, Սետրակ, Մեսակ, Աբեդնագով, իրանք իրականում ուրիշ անուններ ունեն։ Կապ չունի աշխարհը քեզ ինչ անունով ա դինում, ցնդած հավատացյալ, աղանդավոր, շեղված, չգիտեմ ինչ անուն ուզում ա քեզի դնեն, բայց քո ներսի երկրպագությունը Աստծո հանդեպ անփոփոխ պետք է եղնի։ Ինչ անուն ուզում ա դնել։ Ուրեմն մենք ձեզի բերենք, մեր անունները դնենք, ու դուք մեր ասածը չանեք, հա, չենք անելու։ Դե ուրեմն կրագի հնոցը 7 անգամ թեժացրեք, որովհետև պատրաստվում էին Սետրակ, Միսակ, Աբեդնագովին գցեին կրագի հնոցը։ Նենց էին թեժացնում, որ ասում ա, որ մարդ մոդենում էր, խանձվում էր, վարվում էր։ Բայց գիտես Սետրակ, Միսակ, Աբեդնագովին ինչ են ասում։ Մեգա մենք
քո կանգնեցած արձանին չենք երկրպագելու, մեգա չենք հանձնվելու։ Այն հայտնությունը, որ ստացել եմ, ուզում եմ կիսվեմ, հենց կոնկրետ Սեդրակ Միսակ Աբեդնագովի հետ կապված։ Գիտես ինչ են ասում։ Ավելի լավ է 5 րոպե այս աշխարհի սարկած կրագուն վառվեմ, քան թե Հավիդյան դժոխքում։ Ավելի լավ է այս 5 րոպե կրակ ինձ sense վառի կուլ տա, բայց ես տենամ ոնց որ տեսավ Ստեփանոսը երկինքը բացված եւ Աստծո որդին մեր Տեր Հիսուս Քրիստոսը հորաց կողմը կանգնած։ Պադիվա սիրելիս Քրիստոսի համար վառվել է։ Պադիվա Քրիստոսի համար քարկոծվել է, ծեծվել է, մեռնել է։ Գիտես, ես անկեղծ չգիտեմ վաղը մեր հետ ինչ կեղնի։ Բայց այսօր պադիվա Աստծո առաջ կանգնեմ ու ասեմ՝ Տեր, չեմ հանձնվում։ Ինչ ուզում ա եղնի, չեմ հանձնվում։ 5 րոպե կվարվես կպրծնես, ոչինչ։ Կասես, ես ինչ դաժան բաներ ես ասում, եղբայր։ Ես ինչ դաժան բաներ ես ասում։ Սիրելիս, սա իրականություն է։ Սա չգիտեմ, հունական հեքիաթներ չի, եգիպտական հեքիաթներ չի, սա ճշմարտություն է, որը գրված է Աստծո խոսքի մեջ, որ մարդիկ չեն հանձնվում։ Որ մարդը չի հանձնվում, չես հանձնվի կտենաս։ Չես հանձնվի ու կտենաս։ Երկինքը բացված։ Եվ Աստծո մարդուն, Աստծո որդուն հոր աջ կողմը կանգնած։ Բայց մարդիկ կան, հալելույա, բայց մարդիկ մենք հերոսներ ունենք, որ անպարտելի էին, ուժ ունեին, որ սարեր շարժելու ուժեր ունեին, հավատքով չէ, ֆիզիկապես, այդենց ուժեղ տղեկ էին։ Ուժեղ տղեկ էին։ Այնքան եմ սիրում ես այս պատմությունը, իմ համար լավ օրինակ է, թե լավ, թե վատ կողմից, շատ լավ օրինակ է։ Այ մարդ ոնց անում էին այս Սամսոնը չէր հանձնվում, ոնց անում էին չէին կարող կոդրեին, ոնց անում էին չէր հանձնվում, հնար չկա, չէին կարող հանձնեին։ Սելի եղբայր։ Մեր լավ խորհուրդ տամ էլի, համացանցով դիտողներին էլ։ Ավել լավ է գնաս տունը գլուխդ փափուկ բարձին դնես, քան թե գնաս մեղքի ծնկներին այսպես դնես, ասես հանձնվում եմ։ Որտեվ կարող աչքերդ բացես, տեն ասոր համ Աստվածա քեզնից գնաց է, համ ընտանիքը տես կորցրել է, համ էլ տեսողություն չունես, ոնց որ Սամսոնի հետ եղավ։ Գիտես, փոխանագերտար Տիրոջը հանձնվեր Աստծո հետ ուխտ ուներ։ Ինչ արեց, եկավ գլուխը դրեց Դալիլայի ծնկներին, ասավ հանձնվում եմ։ Մեղքը դուրը գալիս էր։ Մեղքի ծառը մի եղեք։ Բեն հով ուժեղ մոտ խոսք ունի, ասում ամենամեծ հաղթանակը Քրիստոսի ոտների տակ պարտվելն է, ամեն։ Սամսոն քո տեղը Քրիստոսի ոտների տակ պարտվելն էր։ Բայց Սամսոնը ոտները շփոթել էր, սիրելիս, շփոթել էր։ Դալիլայի ոտների վրա էր շփոթել, հասկանում ես, ոչ թե գնաց Քրիստոսի ոտների տակ պարտվելու, այլ Դալիլայի ծնկների վրա։ Մեկ մարդիկ այսպես փորձում են իրանց ինչ որ ալտերնատիվաներով արտարացնեն։ Սիրելիս, չես կարա արտարացնես։ Ոնց ուզում ես եղի, ստեղ սևով սպիտակի վրա գրված է։ Ինչ ձև ուզենաս քեզ ալտերնատիվա մանկած չես կարա։ Չես կարա։ Միակ ճշմարտություն կա։ Իր անունն է Հիսուս Քրիստոս։ Եթե իր մեջ չես, եթե իր հետ չես քայլում, խնդիր ունես։ Եթե մարդ իր հետ չի քայլում, եթե մենք իր հետ չենք քայլում, խնդիր ունենք, սիրելիս։ Գիտես հետաքրքիրն ինչն է։ Պատկերացրու։ Ես չգիտեմ։ Սողոսը մինչև Պողոս եղնել է։ Ինչով էր լցված, ավելի ճիշտ գիտեմ, չարությունով ու ադելությունով, բայց գիտես ինչ է տեղի ունենում։ Ինքը այն 3 տարին Քրիստոսի հետ չի քայլել։ Քրիստոսի դեմ էր քայլում։ Գործերի դեմ, Քրիստոսի Աստծո գործերի դեմ էր քայլում, բայց ճշմարտությունը էս էր։ Եղբայր, դժվար է քեզի խտանին քացով տալը։ Չես կարա։ Էս է ճշմարտությունը։ Հենց ճշմարտությանը հասավ, հենց գտավ Աստծուն, փոխվավ իր կյանքը, սիրելիս։ Բայց մարդիկ շատ մարդիկ Աստծուն գտնելով, Աստծո խոսքը գտնելով, իրանց փրկությունը գտնելով, էլի մեկ ուրիշի ծնկներ են ման գալիս։
Ուրիշ ալտերնատիվաներ են ման գալիս, ելքեր են ման գալիս։ Դե ինձ դենց դուր է գալիս, ինձ դենց կոմֆորտնի է։ Սիրելիս, կոմֆորտնի չի։ Աստվածաշունչը քեզի կոմֆորտ չի խոստանում։ Պատկերացրու Հակոբը սենց քարի վրա դրած գլուխը, երբ որ աղբորից փախնում էր, ասում էր Սամսոնի չափ է չկայ։ Երկու հատ փափուկ ծունկ եղներ գլուխս դնեի։ Չէ, քարի վրա էր դրես, սիրելիս։ Քարի վրա, այն Հիսուս Քրիստոս ժայռի վրա էր ինքը հիմնված։ Հալելույա։ Դու ինչ որ բան ստանում ես։ Փառք Հիսուսին։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ես Աստված տղայիս միջոցով շատ այմ հետ խոսում։ Շատ։ Լացելու աստիճանի։ Իմ երեխեն արդեն ահագին ժամանակ է ինքը մանկապարտեզ է գնում։ Ու իմ համար ուրախություն է իրան մանկապարտեզ տանել է։ Ինքն էլ ուրախությունով գնում է ու իր ձեռքից sense բռնած, իր այդ քայլելով գնում է մանկապարտեզ։ Իմ սիրած պահերից մեկն է։ Ես վայելում եմ այդ պահերը, երբ որ ինքը ինձ հարցեր է տալիս, մանավանդ երբ որ դժգոհ է, որտեվ ոնց ժամը 8-ին հանես ինքը գնացածիկ օրեր կա, որ ինքը սիրում է, այն որորեն որ այնտեղ ֆուտբոլ են խաղալու, ինքը այդ օրերը հաճույքով վազում է։ Ու իրար հետ քայլելով գնում ենք։ Իրար հետ քայլելով գնում ենք ու ինքը հարց է տալի, ես պատասխանում եմ, հարց է տալի, ես պատասխանում եմ, հարց է տալի, ես պատասխանում եմ։ Ու գիտեք, ասում է, «Պապ, դու ամեն ինչ գիտես, հա»։ Ռուսերեն, «Պապ, ты всё знаешь»։ Դու ամեն ինչ գիտես։ Ասես գիտեմ։ Պետք է մտածի պապան ամենակարող է։ Ասես չգիտեմ, պետք է բայց գիտեի դու ամենակարող ես։ Ու մեկը գնաց իմ դովի մանկություն։ Կհիշեք։ Պապա ուժեղ թե Շվարցնեգերը։ Իմ պապան Ռեմբոյից ուժեղ է։ Իմ պապան սրանից ուժեղ է, իմ պապան սրանից ուժեղ է, իմ պապան սրանից ուժեղ է։ Այդ հավատքը, այդ մանկության այդ սերը, որ Աստված ասում է, այս իրանց նման չեղնեք, երկինք չեք մտնելու։ Հավատ կա, չէ՞։ Հետո մի քիչ մեծանում ես։ Մի քիչ մեծանում ես, արդեն պապատ քո համար ամենակարող չի։ Դու ավելի շատ ես հասկանում։ Պապ ժամանակները փոխվել է արդեն։ Պապ մենք 21-րդ դարում ենք։ Հիմա սիրելը լայքելով, այժքան լայք են դնում, այնքան սիրում են։ Բայց հոր սերը լայքերով չի։ Մի օր չեմ տեսե հերս մտնի քարոզների տակ լայք տնի։ Ինքը նայում է, ուրախանում է։ Չգիտեմ, բանկը գրի, չի գրի, նույնը մայրս։ Նայում են, ուրախանում են։ Մայրս միշտ գրում է, ուրախանում է։ Բայց գիտես, հայրական սերը լայքերով չի։ Ու հետո գալիս է ժամանակ, որ արդեն պապ դու ով թե հիմա ուրիշ է, դու չես հասկանում։ Մեկ մեզի չգիտեմ ամենակարողների տեղ ենք դնում, ամենագետների տեղ ենք դնում։ Մենք մտածում ենք, մենք ավելի լավ ենք հասկանում։ Բայց հետո եկա դառա 40 տարեկան։ Ու երբ որ իմ երեխեն ինձ հարցրեց, պապ դու ամեն ինչ գիտես, ես հիշեցի ինձ ու իմ հորը։ Թե ինչ կանեմ ցավացրե։ Ինչ կանեմ ասե, ես լավ գիտեմ, ես ինչ եմ անում։ Էդի ձեր վախտով էր, չգիտեմ էդի ես իմ հիմա անուն չասեմ, ինչ ում ժամանակներն էր, թե չեք ասեն քաղաքականությունից է խոսում։ Էդի հին դարում էր դենց, մեր թվարկությունից առաջ էր։ Հիմա ուրիշ է, մենք ավելի լավ բան գիտենք։ Բայց հետո որ ծնող ես դառնում, երեխեք սկսում է քեզի նույն հարցերը տալ, ինչ որ դու էր ժամանակին քո ծնողին տալիս, արդեն սկսում ես հասկանալ։ Հոր ղադրը, հոր գինը։ Սիրելիս, գիտես ինչ կան եղնում, որ մեր իմ Տեր իմ Հիսուս Քրիստոսը, մեր երկնային հայրը, երբ որ սկսում է մեր այդ բաներ խոսալ, ասում է, «Էսի մի արա, էսի մի արա, էսի մի արա», չգիտես ինչի, դու մտածում ես, թե դու ավելի լավ տարբերակներ ունես, ավելի լավ ալտերնատիվա ունես, ավելի լավ է գնամ գլուխս ուրիշի ծնկներին դնեմ, քան քարին։ Տարբերակներ ես մտածում։ Հետո ոչ թե գլուխը տա քարին ասնում, այլ քիթդ։ Երբ որ այդ քիթը հասնում է այդ քարին, կպնում է մեր հայերը sense խոսք ունեն, երբ որ քիթը հասնի ասֆալտին, չգիտեմ այդ ժամանակ Հայաստանում ասֆալտ որտեղից, բայց երբ որ հասնում է ասֆալտին, երբ որ կպնում է այդտեղ, սկսում ես
հոր ասածները հիշել ու ասել, որ մեր Պապան, մեր Տեր Հիսուս Քրիստոսը միշտ ճիշտ է։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Արի ոտի կանգնենք։ Հալելույա։ Կապ չունի, սիրելիս, աշխարհը քեզի ոնց է ճանաչում։ Կապ չունի, ինչ իրավիճակի մեջով ես անցնում, չհանձնվես հանկարծ։ Չհանձնվես, որովհետև Աստված հավատարիմ է, ամեն, Աստված հավատարիմ է, եթե հույսը դու ապավեն այդ Աստծո վրա է, ինչ ուզում է եղնի, քեզի ոչ մի բան չի եղնելու։ Ոչ մի բան չի եղնելու։ Գիտես Պողոսը ինչ էր ասում։ Ասում էր մահն իմ համար ձեռք բերում է։ Այդ աստիճանի այս աշխարհի համար մեռած էր։ Մահն իմ համար ձեռք բերում է։ Մեռնելուց չեմ վախենում։ Բայց գիտես, երբ որ Պետրոսի մասին է խոսում Աստվածաշունչը, երբ որ Հիսուսը Պետրոսին ասում է, որ կգա ժամանակ, կգնաս այնտեղ, որտեղ որ չէիր ուզենա, ձեռներդ կկաբեն, կտանեն այնտեղ, որտեղ որ չէիր ուզենա, ու հստակ մի հատ բան ասում իմ ու քո համար, ասում է, այս ասելով հայտնեց, ասեց, թե ինչ մահով պետքա Պետրոսը փառավորի Աստծուն։ Պատկերացնում ես, որ իմ ու քո մահը հիմիկվա մասին չեմ ասում, հանկարծ չասես ով ասում է գնանք մեռնենք, չէ, սիրելիս, որ Աստծո համար Տիրոջ անունի համար մեռնելը Աստծուն փառավորում է, սիրելիս, պատիվ է։ Այն ինչը որ արեցին Սեդրակ Միսակ Աբեդնագովը, այն ինչը որ արեց Ստեփանոսը, այն ինչը որ արեց Պողոսը, այն ինչը որ արեց Պետրոսը, վերջում ասավ ընթացքս անցա, հավատքս պահեցի։ Հիմա գնում եմ վսագիս հետևից։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Հալելույա։ Այսօր մանավանդ այն մարդկանց համար, ովքեր որ առաջի անգամ են, կասես եկեղեցի եկա, հիմա էլ իջնում եմ փրկությանս հետևից։ Իջնում եմ փրկությունս վերցնելու։ Դրա համար ուզում եմ դիմեմ ձեզ, կա մարդ, որ նման եկեղեցի ընդհանրապես չի եղել ու նման եկեղեցի առաջի անգամ է։ Եթե այստեղ ես, ձեր բարձրացու ողջունենք քեզ։ Տերը ձեզի շատ օրհնի։ Տերը օրհնի ձեզ, ելներս, ես կխնդրեմ, որ դուք, ես չեմ տեսնում, եթե այստեղ ես, ես կխնդրեմ, որ իջնես ներքև, ես էլ այստեղից իջնեմ, մենք իրար հետ միասին աղոթ կանենք, ամեն։ Չէ, բարև ձեզ, Տերը ձեզի շատ օրհնի, Աստված օրհնի ձեզ, Տերը ձեզի շատ օրհնի, Տերը ձեզի շատ օրհնի, օրհնված եղնեք, փառք Հիսուսին։ Ջան, փառք Աստծո, Տերը ձեզի շատ օրհնի, Հիսուս օրհնի քեզ, Տերը ձեզի շատ օրհնի, վայ, ինչ լավն ես հրաշ, Աստված օրհնի ձեզ, Տերը ձեզի շատ օրհնի, օրհնված եղնեք, փառք Հիսուսին։ Եկեք փառքնանք մեր Աստծուն, ամեն։ Տերը ձեզի շատ օրհնի, օրհնված եղնեք, օրհնված եղնեք, Տերը ձեզի շատ օրհնի, օրհնված եղնեք։ Հալելույա։ Ինչ լավ է։ Իմ ամենասիրած բանն է, սերներս, երբ որ ծառայության վայրում պտուղները տեսնում ես, որ մարդը գալիս է իր կյանքը տալիս է Տեր Հիսուս Քրիստոսին։ Հիմա կուզեմ իրար հետ մի աղոթք կանենք։ Աղոթքը կոչվում է ապաշխարության աղոթք, հաշտության աղոթք, որ ասես, Տեր, ինչ եղել չի եղել, խնդրում եմ ինձիների։ Ես ուզում եմ այսօրվանից իմ կյանքը քեզ տամ։ Ուզում եմ դու եղնես իմ Տերը ու իմ Աստվածը։ Ես ուզում եմ, որ դու ինձ ներես, որ դու ինձ մաքրես ու սովորեցնես ինձ ճիշտ ու սուրբ կյանքով ապրել։ Ամեն։ Կանեք այդ աղոթքի իմ հետ։ Ես ասեմ, դուք իմ հետևից կրկնեք, լավ։ Եկեղեցի կխնդրեմ, որ միանաս մեզ այս աղոթքով, ասա երկնային արքա, ես գալիս եմ քո առաջ։ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես հավատում եմ, որ դու ծնվեցիր, եկար այս աշխարհ,
Վերցրեցիր իմ մեղքերը քո վրա։ Խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար։ Ինձ մեղքերից ազատելու համար։ Խնդրում եմ ներես ինձ, մաքրես ինձ եւ մկրտես ինձ քո Սուրբ Հոգով։ Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալիս։ Դու ես իմ Տերը եւ իմ Աստվածը։ Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Հալելույա։ Փառք Հիսուսին, Տերը ձեզ շատ օրհնի։ Հիմա կուզեմ աղոթեմ, որ ամեն գիրութուղթ, ամեն ժառանգական անեծք, հիվանդություն ձեր կյանքից քանդված եղնի։ Թույլ կտաք աղոթեմ ձեր համար։ Եկեղեցի խնդրեմ պարզես ձեռքերդ աղոթենք մեր քույր ու եղբայրների համար։ Տեր քո առաջ եմ բերում քրոջս Հիսուս Քրիստոսի զորավոր անունով Տեր։ Քույրերիս ու եղբայրներիս Տեր, թող քանդված եղնի Տեր իմ Աստված։ Ամեն գիրութուղթ, ամեն ժառանգական անեծք, ամեն հիվանդություն, ամեն սխալ խոսք ու սխալ դավանանք իրանց կյանքերից Տեր։ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով Տեր, ես օրհնում եմ իրանց կյանքը, իրանց ընթացքը Տեր ջան, ու տալիս եմ քո ձեռքերի մեջ Տեր, որ դու բացես Տեր իմ Աստված իրանց համար երկնքի արքայությունը Տեր, պատուհանները ու քո օրհնությունները լցնես իրանց կյանք։ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով օրհնում եմ իրենց Տեր ու տալիս եմ քո սուրբ ձեռքերի մեջ։ Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու եւ ողջ եկեղեցին ասեց. Ամեն։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Մենք այսօր հաղորդություն ենք ընդունելու։ Դրա համար այսօր պատիվ ունես առաջինը դու հաղորդություն ընդունես, ամեն, մինչ մեր եղբայրները կպատրաստեն սեղանները, մենք մի տեղ կկարտանք ու իրար հետ հաղորդություն կընդունենք։ Հալելույա։ Աստծո խոսքն ասում է Մատթեոս 26:26-ում ասում է եւ նրանք դեռ ուտում էին, Հիսուսը հացը առավ եւ օրնելով կտրեց եւ աշակերտներին տվեց եւ ասեց. Առեք կերեք, այս է իմ մարմինը, եւ բաժակն առավ, գոհացավ, նրանց տվեց եւ ասեց. խմեցեք դրանցից ամենքդ, որովհետեւ այդ է իմ արյունը, նոր ուխտի, որ թափվում է շատերի համար ի թողության մեղած։ Գիտես, վերջի ընտրիկն է, խորհրդավոր ընտրիկն է, ու խորհրդավոր ընտրիկի ժամանակ Աստծո խոսքն ասում է Հիսուսը հաց առավ, օրնեց, տվեց աշակերտներին ու ասավ. «Էսի մարմինն է, կերեք»։ Ու գիտես, նույնն է գինին ասում է, «Էսի մարյունն է, խմեք, հաղորդակցվեք իմ հետ, սիրելիս»։ Ես մի վկայություն պատմեմ հենց հաղորդության հետ կապված, որ մի քանի օր առաջ եմ ստացել, երբ որ եղբայրներից մեկն է գրել ինձ, ասում է, երբ որ դուք վերջի անգամ Մոսկվայում ծառայում էիք, ու այդ ժամանակ հաղորդություն էր, ու դուք ասեցիք, եթե հավատքով ընդունես Քրիստոսի մարմինն ու արյունը, այստեղից վերցնես, այնտեղում արդեն բժշկված կեղնես, ու եղբայրը վկայում է ու գրել է, որ երբ որ այդ խոսքը վերցրել է, ինքը այստեղ հաղորդությունը վերցրել է, այնտեղ արդեն բժշկված է եղել, սիրելիս։ Փառք Հիսուսին։ Երբ որ դու հաղորդակցում ես Տիրոջ հետ, երբ որ դու կհաղորդակցվես Տիրոջ հետ, հավատքով ընդունի ու Աստված կարա քեզի համազատագրի, համբժշկի։ Փառք Հիսուսին։ Խնդրեմ պարզես ձեռներդ, օրնենք հաղորդություն ու կանք ընդունենք։ Տեր իմ Աստված, մենք գալիս ենք քո առաջ, Տեր։ Քո առաջ ենք բերում Տեր այս թանկ պարգևները, Տեր։ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, Տեր։ Հրճագում ենք, Տեր, որպես սուրբ հաղորդություն, Տեր։ Քո մարմինն ու արյունը Հիսուսի զորավոր անունով, Տեր։ Ու թող ամեն ընդունող, Տեր, հավատքով բժշկված եղնի, Տեր, ու ազատագրված ամեն կաբանքներից եւ ամեն հիվանդությունից։ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամեն։